Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արման Գալոյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ ընկալվելու համար։ Շնորհակալ եմ ես։ Խոսենք ազգային ժողովում տեղի ունեցած վեճերից, լարվածությունից, ինչ բացատրություն ունի այս ամեն ինչը, ինչին մենք ականատես եղանք երեկ եւ դրանից առաջ։ Նախ պետք է ասեմ, որ որպես Հայաստանի քաղաքացի ինձ համար ահավոր տհաճ էր այն տեսարանը, որ երեք ականատես եղա եւ ընդհանրապես ազգային ժողովի նիստերին բարբերաբար մենք ականատես ենք լինում։ Ի վերջո խորհրդ տարանը այն քաղաքական մարմինն է, որտեղ պիտի քաղաքական խոսք հնչի, բայց մեզ մոտ կարծես թե քաղաքական խոսքը բացակայում է, փոխարենը հայոյանք, մեղադրանքներ, վիրավորանքներ, երբեմն նաև ծեծկրտուկ նման բաների ենք ականատես լինում։ Իսկ միտումնավոր է արվում, դուք կարծում եք, թե այդպես պահիտակ է ստացվում։ Տեսեք, եթե մենք այս խորհրդարանի մի փոքր հետ գնանք եւ հիշենք 2021 թվականի նախընտրական քարոզարշավը, որից հետո ընտրություններից հետո արդեն այս ուժերը հայտնվեցին, եկեք հիշենք նաև ինչ մթնոլորտ էր տիրում այդ օրերին։ Քարոզարշավը ինչ մթնոլորտում էր ընթանում։ Մեկը ատամներ էր փշրում, պողպատե մուրճով գլուխներին տալիս, ծեփում պատերին, փռում ասֆալտին, մյուսը մինչև քոքը մաշեցնում, մյուսը մորթում, այսինքն մենք այդ տիպի բառապաշարի, այդ անհանդուրժողականության պակաս չունենք քարոզարշավին։ Եվ այս խորհրդարանը, որ ձևավորվեց, այսօր այդ իրենց, այսպես ասեմ, նախընտրական, այն մթնոլորտը արդեն տեղափոխվեց ազգային ժողով եւ պարբերաբար ականատես ենք լինում։ Հենց առաջին նիստերի օրերին հիշում եք, հետո հանդարտվեցին, նույնիսկ Փաշինյանն ասում էր կառուցողական մթնոլորտ է ձևավորվում։ Հիմա նորից սկսվել է ընտրություններից եղան ծեծկրտուկներ, ընդ որում ես, եթե չեմ սխալվում, այս խորհրդարանը Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է իր հենց ծեծկրտուկների հաճախականությամբ։ Իսկապես մենք աննախադեպ արդյունք ունենք, այո։ Սա աննախադեպ խորհրդարանը իր ծեծկրտուկներով, իր վիրավորանքներով, հայոյանքներով, այնպես որ ընդամենը այդ մարդիկ իրենց այսպես ասած նախընտրական երևի ուղերձները շարունակում են։ Առավել եւս երբ արժևում ընտրություններ են, գիտեք, շուտով 2026-ին հավանաբար, եթե ինչ-որ էքսեսներ չլինեն եւ արտահերթ ընտրություններ չլինի, ապա հաջորդ տարի նախընտրական է եւ պարզապես նախապատրաստվում են այս նախընտրական փուլին ու կրկին նույն ոճով, նույն տոնայնությամբ հնարավոր է մի փոքր մեղադրանքների ծավալը փոխվի, բայց նույնն է։ Այնպես որ ինչ կատարվում է, մի կողմից որքան էլ տհաճ է, բայց մյուս կողմից կարելի ասել շատ տրամաբանական է այն առումով, որ իրենք այլ կերպ չէին կարող։ Բայց այստեղ կուզենայի նաև առանձնացնել երկու հանգամանք, նախ իշխանությունը պետք է, պարտավոր է ավելի ճիշտ, լինել հանդուրժողական։ Ի վերջո իշխանությունը պետք է վեր կանգնի այդ ամեն ինչից։ Ոչ թե արդարանա ասի, մեզ հասցրեցին դրան, օրինակ այսօր Վագն Ալեքսյանն այդպես էր ասում։ Թող չհասնեին։ Ի վերջո իշխանության տարբերությունը, իշխանությունը ի տարբերություն քաղաքական դաշտի մյուս սուբյեկտների ինքը շատ ավելի լայն դիազորություններ ունի փաստորեն ըստ էության, եւ իշխանությունը պետք է նաեւ օրակարգ ձևավորող լինի, պետք է նաեւ օրինակ լինի եւ հանդուրժողականությունը իշխանության համար առավել քան պետք է կարևոր լինի հանդուրժողականություն իրենց ընդդիմախոսների հանդեպ, ինչը չենք տեսնում։ Այս երեք տեղի ունեցածը, դա երեկվա ընդամենը միջադեպը չէր, դա ավելի վաղ խորհրդարանում են կառավարություն հարց ու պատասխան։ Նիկոլ Փաշինյանը սկսեց, ցամբալներ անվանեց ընդդիմադիրների տեղի ունեցածի շարունակությունները, ըստ էության, որովհետև ոնց որ մեկը մյուսին դեռ ամեն ինչ չէր ասել։ Եվ պետք է որ եւ հերթական հարմար առիթներ, առավել եւս այդ երբ որ մարդու իրավունքների ինչքան հիշում եմ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկումներ եւ այլն, սա ընդամենը նախորդ չորեքշաբթի օրվա այդ հարց ու պատասխանի շարունակություններ ուղղակի առիթը նորից եղավ։
այնպես որ Մյուս կողմին էլ այսինքն պետք է լարվածությունը նաև ընդդիմությանը կարծում եք։ Իրենք էլ իհարկե ընդդիմությանն էլ է պետք, հատկապես այո, ընդդիմությանն էլ է պետք, որովհետև ընդդիմությունը այսպես նաև այս տիտղոսային ընդդիմության մասին է խոսքս, իրենք հավակնում են շարունակելու մնալ որպես, այսպես ասած, երկրորդ ուժը, երկրորդ բևեռը, եւ այս ամեն ինչ արվում է նաև դրա համար, որպեսզի Այսինքն ոչ թե իշխանությունն էլ երկրորդ բևեռ ընդդիմադիր դաշտում բևեռ լինելու առնվազն։ Թե քանի դեռ չեն խորհրդարանը վերցրել, իշխանություն չէ, բայց հիմա ընտրություններում, այո, այսօր իրանք շարունակում են այդ ոճը, այդ նպատակը ըստ էության հետապնդել, որպեսզի իրենք նորից շարունակեն մնալ, այսպես ասած, առանցքային ընդդիմադիր ուժը։ Ցավոք սերտի մեզանում, այսպես ասած, ընդդիմության վերաբերյալ պատկերացումները հաճախ աղավաղված են եւ ընդդիմադիր են հաճախ համարում ոչ թե հաճախ համարում են այն ուժերին, ով ավելի շատ կվիրավորի, ով ավելի կծու խոսք կասի, ով ավելի կհայոյի, մոռանալով գործողությունները ու մոռանալով իրականում բարձրացված խնդիրները, որովհետև այն ինչի մասին իրենք խոսում են խորհրդարանում եւ իշխանությունը եւ ընդդիմությունը։ Ես բազմիցս ասել եմ, ձեր եթերում նախկինում հարցազրույցների ժամանակ եմ ասել, որ այդ խոսույթը որևէ կապ չունի Հայաստանի պետության, պետականության առաջ ծառացած խնդիրների հետ։ Փոխարենը իշխանությունն ու ընդդիմությունը իրար այն հայտնի անեկդոտի փոշափչացած այդ կներեք արտահայտությանից համար, բայց հայտնի անեկդոտը կա, այդ դրամաբանության շրջանակներում շարունակում են գործել։ Ասում եմ, իշխանությունը պետք է դրսևորի զսպվածություն, հանդուրժողականություն, ինչը մենք չենք տեսնում, եւ այստեղ իշխանության մեղքը այդ առումով շատ ավելի մեծ է։ Մյուս կողմից ընդդիմությունը ինչ է, երբ որ քաղաքական ասելիքի բացակայում է, սկսվում են արդեն փոխադարձ վիրավորանքները, մեղադրանքները, ընդամենը մի փոքր կայծ եւ այդ ամեն ինչը նորից մի կաթիլ մեղրի պատմությունով վերածվում է մեծ պրոբլեմ։ Թալանչի եւ այլն։ Հա, այդ այս տարիների ընթացքում չի փոխվել խոսույթը։ Դավաճան հողատու, նրանք էլ հողատունտու ես կոռուպցիոներ։ Թալանչի։ Հիմա նրանք են ասում, թալանչին դու ես, հակադարձում է թալանչին դու ես։ Ու այսպես այդ պասերով գնում է։ Սա մի հատ խաղ է, որը երկուստեք ձեռնտու է։ Տիտղոսային ընդդիմությանը ձեռնտու է, որովհետև ինքը այդ արտահայտություններով, վիրավորանքով եւ այլնով փորձում է պահպանել ընդդիմադիր այս առաջնային առանցքային ընդդիմության ուժի կարգավիճակը, առավել ևս որ իրենց ղեկավարը հայտարարել էր, որ 26-ին էլ իրենք ինչ-որ լուրջ դերակատարություն են ունենալու եւ այլն եւ այլն։ Իշխանությանն է ձեռնտու է, որովհետեւ այս ընդդիմությանը այնուամենայնիվ, որը եղել է նախկինում իշխանության, շատ հարմար թիրախ է հիշեցնելու մարտի 1, հոկտեմբերի 27, հիշեցնելու Պապլավոկում տեղի ունեցածը, միլիոնները, ջրի երես։ Նույն մարտի 1-ի եւ հոկտեմբերի 27-ի հարցը։ Այդ ամեն ինչը նախկինում է։ Խոստանում են կրկին, որ կբացահայտվի։ Այդ խոսակցությունները նախկինում են եղել, այդ մեղադրանքները, այդ իրար հասցեին, այսինքն բան չի փոխվել։ Նրանց ձեռնտու է այս ընդդիմությունը, որովհետև շատ հարմար տանձիկ է, բոքսի տանձիկ է, հարմար արդյունք է։ Մյուս կողմից ընդդիմությանն է ձեռնտու է իշխանությունը, այս իշխանությունը, ընդդիմության ձեռնտու է այս իրավիճակը, որովհետեւ ինքը շարունակի պահպանել թիվ 1 ընդդիմադիրի, այսպես ասած, առանցքային ընդդիմադիրի կերպարը։ Բայց խոսքից դուրս որևէ ռեալ քայլ չենք տեսնում։ Օրինակ, տեսեք, ես մի այսպիսի օրինակ հիշեցնեմ։ Այս ընդդիմությունը հիշում եք, որ դուրս եկավ փողոց, ինչ որ շռնդալից դուրս եկան երկու ֆրակցիայով փողոցային պայքար սկսելու։ 3 անգամ դուրս են եկել։ Հետո մի քանի ժամանակ չէին վերադառնում խորհրդարան, հետո վերադարձան ասելով, որ մենք մեր սեփական օրակարգով ենք վերադառնալու։ Սեփական օրակարգն էլ անվստահություն հայտնելու այդ ինչ որ իմպիչմենտի գործընթաց։ Առ այս պահը նրանք իրենց սեփական օրակարգը չեն իրացրել գործնականում։ Հնչել են քննադատություններ, հնչել է հայոյանք, հնչել է վիրավորանք, չի եղել կոնկրետ գործնական քայլ։ Մենք նախագծեր ենք բերել, բայց չի հաստատվել այդ նախագծերը։ Նույնիսկ ոչ թե ինչ որ հրաժարական էլ հրաժարականի մասին ինչ որ հայտարարության այսպես աղոտ ինչ որ շատ լղոզված տեքստեր էին։ Սկսենք այդտեղից։ Դրանից հետո շատ ակտիվ խորհրդարանում ճանապարհորդությունների, ավելի ճիշտ պաշտոնապես գործողումների մասնակցել եւ այլն եւ այլն։ Ու այդ ընդդիմությունը, որը մի կողմից քաղաքական ասելիք չունի, որը աշխարհ հայացքով իմ կարծիքով շատ նման է, այս իշխանությունն ու ընդդիմությունը իրար շատ նման են, ես միշտ ասել եմ, նույն Ղարաբաղի խնդրում իրենց մոտեցումների եւ այլն եւ այլն, հիմա նորից չծավալվեմ անցյալ նախկինում հնչեցրած գնահատականների չասեմ։ Իրանք ըստ էության աշխարհ հայացքային լուրջ նմանությունն է, պարզապես այստեղ ոչային տարբերությունն է։ Նրանք եկել են
դարձան ինչ որ մի պահի այդ գործուղումների մեկնող այդ ամեն ինչից падգամավորական մանդատի բարիկներից օգտվող իշխանությանն էլ առիթ տվեցին, որպեսզի իրանց հանդեպ այսպես վերաբերվի։ Այլապես ինչը ոչինչ չէին խանգարի, եթե նրանք մանդատները վայր տնեն եւ իրոք ստեղծեն քաղաքական Բայց արդյոք դա կստեղծվեր, դուք կարծում եք դա կստեղծեր լուրջ նախադեպ։ Դա ավելի հարմարավետ պայմաններ կներ նախադեպ, եթե կարողանային միասնական վայր տնել մանդատները, բայց հիմա արդեն ուշ է։ Գնացքը արդեն գնացել է։ Հիմա ինչ ուզում են։ Բայց հիմա են կոչեր անում այդպեսին, որ արդեն ուշ է։ Հնարավոր է։ Արդեն ուշ է։ Դրանց այդքան ծես պետուց այդքան վիրավորվելուց հետո հիմա ասենք տնեն չտնեն, արդեն ուշ է, առավել եւս, երբ որ ասում եմ, խորհրդարանական ընտրություններին մնացել են կարճ ժամանակ։ Եթե ինչ որ էքսեսներ չլինեն, ինչ որ անկանխատեսելի, ապա 26 թվականին ինչ որ կանանը սպասում են խորհրդարանական ընտրություններ։ Մյուս կողմից ասում եմ, իշխանությունն էլ, բայց ամենևին ինտիմության այդ պահվածքը չի նշանակում, որ պետք է իշխանությունը իրան պահել այն սանձարձակությամբ, այն ձև ինչ որ մենք տեսնում ենք տարբեր օրերի։ Ասում եմ, սա խորհրդարանի պատմության մեջ այս տեսակ բանավեճերը ավելի ճիշտ թող ինձ ներվի ասել, դրանք բանավեճեր չէին, այլ այս տեսակ վեճերը, այդ վիրավորանքներն ու հայոյանքները աննախադեպ են իրենց առատության, իրենց մակարդակի բացակայության առումով եւ այս համատեքստում կարող եմ նաեւ հիշատակել առաջին նախագահի հանրահավաքներից մեկում հնչեցրած հայտնի միտքը, որը այսօրին նաեւ համացանցում շատ ակտիվ տարածվում է, ասում է վայ այն պետությանը, որտեղ պետական մակարդակում այդ քուչի բազարի կոդեքսներն են այլևս դառնում կատեգորիա։ Իսկապես երբ որ դա հասնում է կատեգորիա է դառնում պետական, ապա վայ այդ պետությանը։ Միշտեր այսօր Հերմինե ջան, երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրների մասին, մեր իրական խնդիրների մասին։ Կարծես ոչ մեկը չի խոսում, կարծես բոլորը ոչ մեկը նկատի ունեմ խորհրդարանում։ Գոնե վերջի մեկ շաբաթը անընդհատ քննարկում այս խորհրդարանական վեճերը եւ անընդհատ վեճեր, անընդհատ այս քննարկումները։ Արտադրության կենտրոնում դա է։ Պատերազմի ռազմական հնարավոր սպառնալիքի Ադրբեջանի կողմից ռիսկերը լուծվել է ի վերջո հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը նվազեցվել են ռիսկերը, չէ։ Արդյոք պետական կառավարման համակարգի գործունեության այդ հրդեհը մարելու եւ պետական համակարգի գործելու հարցը լուծվել է, թե ոչ։ Չէ, ընդհակառակը, նույնիսկ արդեն բանը հասել է նրան, որ իշխանության ղեկավարը կառավարության նիստերին պարբերաբար ինքն է խոսում, որ պետական համակարգը չի աշխատում, մնացել են նույն դասարանում, մնացել են նույն դասարանում, ծրագրեր են իրականացնում, որոնք բարձրում է անարդյունավետ են, պետական կառավարման համակարգում, որը կառավարման որակի խնդիրներ կան, պարբերաբար այդ մասին խոսվում է։ Հենց սա է մեր այսօրվա լրջագույն խնդիրները, իդեպ իսկ իշխանությունը խոսում է, բայց ինչ կան նկատում եմ, քայլ չի անում, որովհետև մի տարի այդ մասին խոսվում է, կամ ավելի վաղ, ինչ որ ինքնախոստովանությունների շարք, բայց որևէ հետևություն եւ կոնկրետ գործողություններ չենք տեսնում։ Այնպես որ այսպես ընդհանրապես որ է շարունակվելու այս ամեն ինչը։ Մինչև ընտրություններ, հետո նորից ընտրություններին, եթե աստվածանի այս պատկերը փորձ լինի, չգիտեմ ինչ զարգացումներ կլինի, բայց ակնհայտ է, որ որքան մոտենանք խորհրդարանական ընտրություններին, նման դեպքերի, նման տեսարանների պակաս մենք չենք ունենալու։ Չենք ունենալու պարզապես։ Չենք ունենալու, որովհետև երկուսին էլ ձեռնտու է գործելավոճը։ Եվ իշխանության, եւ տիտղոսային ընտիմությանը։ Իսկ համոզիչ չէ կարծում եք ժողովրդի համար այն խոստումները, որ հիմա իշխանությունը տալիս է կամ կրկին որ բացել են մարտի 1-ի գործը, ասում են հոկտեմբերի 27-ն ենք բացահայտելու, այս ամեն ինչը 2018-ին այլ ձևեր ընկալում ժողովրդի կողմից։ Հիմա արդյոք այդ նույն վստահությունը կա ժողովրդի մոտ կամ ժողովուրդը պատրաստ է ժամանակ տալ կրկին իրենց, որ իրենք կան իշխանության, որ այդ հարցերը լուծեն։ Նույնը նաև թալանը հետ բերելու հատիկ առ հատիկ վերադարձի եւ այլն։ Դուք ճիշտ եք, որ 18 թվականին հասարակության սպասելիքները բավական մեծ էին, բայց պետք է ասեմ, որ արդեն տարիներ անց այդ ամեն ինչը լցվեց ջուրը։ Այս իշխանությունը նաև իրենց բարեփոխած սահմանադրական դատարանի կազմով, սահմանադրական դատարանի հայտնի որոշմամբ պարզապես մի հատ մեծ գերեզմանակարդ դրեցին մարտի 1-ի գործի վրա։ Իրենք փակեցին առանց բացահայտելու ըստեյության։ Այն ինչ քաղաքական առումով կատարվել է, այո, բոլորս գիտենք ինչ է եղել։ Ինչ է տեղ ունեցել այդ օրը։ Ինչպես են սահմանադրական կարգը խախտելով, հա, զինված ուժերը ներգրավել մարտի 1-ին, հարյուրավոր քաղբանտարկյալներ, ծեծ ու ջարդ, ի վերջո զոհեր,
մայրաքաղաքի կենտրոնում խաղաղ ցուցարարների գնդակահարություն։ Ես խնդրում եմ այս 7 տարվա ընթացքում, երբ որ այս իշխանությունը ցույց տվեք գեթ 1 դատավճիռ, որ որևէ մեկը պատժվել է մարտի 1-ի համար։ Մինչև հիմա կան դատավճիռներ 2008-ից հետո քաղբանտարկյալների, դրանց մի մասը արդեն Միեդում մարդու իրավունքների եվրոպական դատարանում բեկանվեցին, մարդիկ արտարացվեցին բնականաբար, որովհետև պիտի արտարացվեին, որովհետև հանիրավի էին մեղադրվել բոլորը, նույն Նիկոլ Փաշինյանը, 7-ի գործով անցնող մյուսները, մի շատ քաղբանտարկյալներ, որոնց վրա իբր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու այդ կեղծ շինծուցմունքներով ինչ-որ քրեական գործեր էին հարուցվում, այդ գործերը այլ ելք չունեն, պետք է որ արտարացվեին այդ մարդիկ, որովհետև կրկնում եմ, շինծ ու քրեական գործեր էին։ Չէ, թեև մի քանիսը դեռևս այդպես էլ այսքան տարի անց էլի կան ինչ-որ գործեր, որոնցով արտարացում չեն գնացել։ Որքանով ես եմ տեղյակ։ Եթե եղել են, ուրախ կլինեի, որ սխալված լինեի, բայց դա մի կողմ։ Մինչև հիմա չի եղել գեթ 1 դատավճիռ մարտի 1-ի գործով, որ իրական մեղավորները բացահայտված ու պատժված լինեն։ Հիմա ինչու չի արվել դա։ Իրենք կմեղադրեն դատական համակարգին։ Ես օրինակ այդտեղ եւ կան օբյեկտիվ պատճառներ, որովհետեւ այնուամենայնիվ այնտեղ կան լիքը փաստաթղթեր են ժամանակին կեղծվել, նույն պարկուշներ կեղծվել, մեղադրյալների մի մասը շատ բարեհաջող կարողացավ ճողոպրել Հայաստանից ու այսօր արտերկրում լավ կյանք, փառահեղ կյանք են վայելում, այնինչ այսօր պիտի իրանք արտարդատության առաջ կանգնած լինեին, հա, այդ մարտի 1-ի գործը կոծկողները։ Մի մասը բնական բան է, որ մահացել են շատ պատասխանատուներ, հիմա չեմ ուզում անուններ թվարկել, բայց շատ ուժային կառույցների նախկին ղեկավարներ, ներկայացուցիչներ, որոնք այդ քրեական բլոկով այդ ամեն ինչով պատասխանատու են։ Բայց նաև կա քաղաքական մասը, որ այս իշխանությունը չկարողացավ։ Այս իշխանության հետ, որ ասում եմ, այդ հրդեհը իրանք չեն կարող կառավարել, իրանք կառավարման այս իշխանական համակարգը չի գործում։ Այդ նույն մարտի 1-ի գործը եւս մի հատ հրաշալի ցուցիչ էր, թե ինչպես իրանք տապալեցին։ Նույնիսկ մարտի 1-ի գործը տապալեցին։ Հիմա ամենայնիվ խոսք է տալիս, որ իր սեղանին է դրած գործը։ Իհարկե, բարձր պիտի խոսք տան հոչեն ասելու, վայ գիտեք, մենք սխալ էինք, բանը մեր ապաշնորհության արդյունքում գնաց այդ գործը այլևս ասենք դարձավ չգիտեմ ինչ։ Հիմա ուղղակի եւ մարտի 1 եւ հոկտեմբերի 27-ի գործը եւ այլն, հիմա ուղղակի այս իշխանությունների համար լավ առիթ է, որպես շահարկեն։ Այս ընդդիմությունն էլ խորհրդարանական այդ տիտղոսային ընդդիմությունն էլ այդ հրաշալի թիրախն է, որի վրա այդ ամեն ինչը շահարկում են։ Ասում եմ, այդ այնքան լավ սիմբիոզ է ժողովրդի վրա։ Իրենք կարող են անընդհատ շահարկել։ Ես չգիտեմ, ասում են թե չեն ասում, չնայած ես մի բան ասեմ։ Ժողովուրդը 7 տարի անց պետք է նորից եթե այսպես մի բան ասեմ, նախկին իշխանությունների այդ վերադարձով վախեցնելու այդ բոբոյով շատ երկար չես կարող մարդկանց վախեցնել։ Դրա լավագույն օրինակը եղավ Գյումրիի թիմ ընտրությունները։ Չնայած, ասեմ, Գյումրիում այդտեղ քաղաքական բաղադրիչը շատ ցածր էր, ավելի շատ այդ անձնական կլանային այդ դերը, այդ բանը գործոն դարձավ, այդ գործոնը հիմնականում մեծ դեր ունեցավ, բայց նորից այդ նախկին իշխանության վերադարձով անընդհատ մարդկանց վախեցնել եւ դրան դա չես կարող, անընդհատ դրանով մարդկանց չես կարող պահել։ Եվ ի վերջո ճիշտ է, ես մի փոքր սկեպտիցիզմով, թերահավատությամբ եմ վերաբերվում երբեմն սոցհարցումներին, բայց նաև տարբեր համայնքների ընտրություններ եւ այլն, այդ դրանք նայելով, համադրելով տարբեր սոցհարցումներ եւ այլն, որ տեսնում ես հասարակության մեջ ինչքան մեծ է մարդկանց այդ հիասթափված մարդկանց կամ անտարբեր մարդկանց զանգվածը, որ ընտրության չեն գնում, ոչ մեկին պատրաստ չեն քվեարկել։ Ինչ-որ շատ մեծ է դա։ Դա ահավոր մեծ խնդիր է ինձ համար որպես քաղաքացու։ Հիմա դուք ինչ եք կարծում, ինչ արդյունք կլինի ընտրություններին։ Հնարավոր է կանխատեսել, թե ինչ կլինի։ Եվ արդյոք Փաշինյանը ունի դրսի աջակցություն։ Տեսեք, դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի խորհրդարանական առաջիկա ընտրություններին, որովհետև նախ դու չգիտես ովքեր են մասնակցելու։ Եվ այս իշխանություն ընդդիմություն այդ սիմբիոզի այս ակտիվ իրենց այդ դրսևորումների պայմաններում է, որ շատ կարևոր է, որպեսզի հասարակության մեջ ձևավորվի ռեալ քաղաքական ուժ, ռեալիստ իրատես քաղաքական ուժ, որը նաև լուծումներ կառաջարկի, որը ոչ թե ինչ որ լոզունգներ կհրճակի, որը ոչ թե
այդ հայտնի հողատու դավաճան թալանչի այդ մակարդակի բանավեճ, այլ հստակ ախտորոշելով խնդիրը հստակ լուծումներ կառաջարկի։ Ես ասում եմ, օրինակ, եթե տարիների բանով հետ գնանք, Հայ ազգային կոնգրեսը նախկինում ՀՀՇ-ն 90-ականների սկզբից սկսած, մշտապես այն խնդիրները, որ առաջ է քաշել, այն պնդումները, թեկուզ միայն Ղարաբաղի խնդրի վերաբերյալ մեր փոխզիջումամբ լուծման գնալու այդ երբ միշտ ասել ենք փոխզիջման այլընտրանքը պատերազմն է, փոխզիջման գնալը պիտի այլընտրանք չունենա, խնդրի լուծումը պիտի այլընտրանք չունենա, հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը չպիտի ունենա այլընտրանք։ Մենք այդ ամեն ինչը ասել ենք, նայած որ փուլում ոնց է եղել 97-ին շատ մեծ հնարավորություն կար դա անելու, դրանից հետո երկար ժամանակ, բայց ասել ենք հանրային այդ քաղաքական դաշտի, երբ որ կենացային մակարդակի այդ սենց կեղծ հայրենասիրական ուռա ճառերով լցնում էին ու փորձում էին խնդիրը շեղել տանել ինչ որ հող տալ չտալու ընդամենը ինչ որ պրիմիտիվացնելով, շեղելով խնդրի կարգավորման էությունը, բանավեճը, բովանդակությունը, ի վերջո, երբ որ հետադարձ նայում ենք, շատերը ասում հա, Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, կոնգրեսը ճիշտ էր, ՀՀՇ-ն ճիշտ էր, Տեր-Պետրոսյանը ճիշտ էր իր բանում, հա, իր գնահատականներում, իր առաջարկած լուծումներում։ Մենք լուծումներ տվել ենք։ Ուղղակի մենք այսօր մի հատ մեծ խնդրեմ ունենք, այ իշխանություն ընդդիմություն այդ սիմբիոզը խորհրդարանում նաև այդ որ ակտիվ հանրային քաղաքական դաշտը այսօր լսված է մի հատ բազմախոսությամբ։ Այսօր բոլորը ամեն ինչի մասին խոսում են կրկին մի կողմ թողնելով քաղաքական դաշտ մեր երկրի մեր պետության պետականության առաջ կանգնած կարևորագույն խնդիրները։ Այնպես որ կարծում եմ նաև այս 21-ի ձևավորված խորհրդարան ու դրա պատկերը մինչև հիմա տեսնում ենք ինչ պատկեր է, պետք է մարդիկ նաև հետևություններ անեն, որպեսզի ոչ թե ինչ որ ճառերին բաներին ուշադրություն դարձնեն, այլ կոնկրետ գործողությունների ու կոնկրետ ռեալ սթափ մտքին։ Ես ձեզ մի բան եմ ուզում ասել, տեսեք, մենք հաճախ խոսում ենք, ես շատ եմ նախկինում ձեզ մոտ էլ հարցազրույցում ասել եմ, այսօր էլ այդ մասին խոսեցի, պետական կառավարման այդ որ համակարգը չի գործում։ Մենք խոսում ենք նաև Տեր-Պետրոսյանի հետ հայտնի ձևակերպումը հրդեհ է, չէ՞։ Այ ասում եք 26-ին ինչ կլինի։ Ես մի հատ թեև կանխատեսումներ անել անշնորհակալ գործ է, բայց դատելով քաղաքական իրավիճակից, դատելով հայաստանյան քաղաքական դաշտի վիճակից, դատելով նաև նույն թեկուզ Գյումրիի կամ այլ քիչ թե շատ այն համայնքներում, որտեղ ընտրությունները քիչ թե շատ կուսակցականացվածություն ունեն, քիչ թե շատ, չեմ ասում ամբողջությամբ, քիչ թե շատ ինչ որ քաղաքական, այսպես ասած, բաղադրիչ ունեն։ Եթե հիշում եք, մի շարք վայրերում իշխանությունը ըստ էության չհաջողվեց 50+1 ապահովել, ու ինչ որ կոալիցիաներ, ֆորմալ կամ ոչ ֆորմալ կոալիցիաներ, որոնք չափազանց, այսպես ասեմ, հեղեղու կոալիցիաներ են, որոնք շատ խախուտ կոալիցիաներ են։ Տեսեք, համայնքային մակարդակներում տարբեր տեղերում բայց ամեն դեպքում վերընտրվելու հնարավորություն տրվեցին այդ կոալիցիաները։ Հա, բայց այդ կոալիցիան ամեն միշտ չի որ կայուն է, նախկինում էլ մենք տեսել ենք Հայաստանում կոալիցիաների ինչ ճակատագրեր են ունեցել, նույնիսկ այն ժամանակ, երբ որ կար հստակ մեկ իշխանության քաղաքականություն, ասենք հանրապետականը թեև միասին իշխանություններ, բայց ոնց էր կիսում, այդ կոալիցիաներն էլ ըստ էության հեղեղուկ էին, մեկ միանում էին, մեկ հեռանում էին ինչ-որ ուժեր։ Բայց հիմա երբ որ արդեն այդ 50+-ը եթե չես ունենում, առավել ևս այս խորհրդարանական կառավարման այս համակարգի օրոք մենք պետությունը, պետականությունը մի հատ ուրիշ լուրջ վտանգի առաջ է կանգնելու։ Ինչ որ կառավարման ճգնաժամ ենք ռեալ ունենալու։ Եթե որևէ քաղաքական ուժի, իսկ իշխանությունը ինքն էլ կարծես թե ընդունում է, որ ինքը չունի այն նախկին աջակցությունը, ինչ անգամ 21-ին ուներ, այս իրավիճակում մենք կանգնելու ենք մի հատ քաղաքական երկրաշարժի առաջ։ Այսինքն մենք հրդեհը չմարած մեզ ավելանալու է երկրաշարժեր, քաղաքական երկրաշարժեր են լինելու Հայաստանում։ Հայաստանի եկեք բոլորս ընդունենք, Հայաստանում քաղաքական կուսակցական դաշտը այնուամենայնիվ դեռ կայացած չի այն աստիճան, որպեսզի մենք գնանք խորհրդարանական կառավարման համակարգի։ Այդ մասին շատ է խոսվել, երբ որ 94 թվականին սահմանադրության նախագիծ էին քննարկում եւ ելի ուժեր նույն դաշնակցություն եւ այլ տարբեր ուժեր առաջարկում են գնալ խորհրդարանական կառավարման համակարգի, Տեր-Պետրոսյանի ելույթում շատ հստակ է տվել էր, որ Հայաստանի համար դա չափազանց մեծ շքեղություն է եւ մենք ընկնելու ենք ինչ-որ ցնցումների մի հատ փուլ ենք մտնելու։
Մենք հիմա, քանի որ 18 թվականից այս կողմ Հայաստանում այլևս այս գործող սահմանադրությունը գործում է իր ամբողջ ծավալներով, այսինքն այլևս ամբողջությամբ խորհրդարանական կառավարման համակարգին։ Պարզապես դրան հաջորդեց հեղափոխությունը, մենք այդ դրա վտանգները միանգամից չզգացինք, որովհետև այդ հեղափոխության էյֆորիայի վրա, հետո պատերազմից հետո այնուամենայնիվ ինչ-որ բան կար, դրա վրա իշխանությանը հաջողվեց 50+1-ը ինչ-որ ստանալ։ Մենք դրա խնդրեմը չտեսանք, այդ անիշխանության, այդ կառավարման խնդրեմը նաև սահմանադրության ու քաղաքական այդ բացի պատճառով։ Հիմա, երբ որ իշխանությունը, իսկ ես կարծում եմ, չի հավաքի 50+1 ձայնը, որովհետև իշխանության այսօր վարկանիշը առավել քան ընկած է։ Ինչքան էլ փորձեն են նախկին թալանչի բան այդ խոսույթը ձևավորել։ Մենք այսօր այդ խնդրեմն ենք ունենալու։ Մենք խորհրդարանական ընտրություններից հետո մենք լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու։ Պետությունը, պետականությունը կանգնելու է չգործելու այդ հրդեհին ավելանալու է երկրաշարժ եւ ցնցելու է քաղաքական դաշտը, որը բնավ երկրի պետության պետականության շահերից չի բխում։ Այս մասին առայժմ հիմա քիչ են խոսում, որովհետև դեռ այդ ամեն ինչը չի եղել։ Քանի դեռ չի եղել, այսպես հեռու ինչ որ տեսական բան է թվում։ 15 թվականից, երբ որ այդ հանրաքվեն եղավ, Հայ ազգային կոնգրեսը բազմիցս զգուշացրել է այս խնդրի մասին։ Դրա համար ենք նաև ոչի քարոզարշավը մենք նախաձեռնել այն ժամանակ շատ ակտիվ պայքարում այս սահմանադրության մեջ։ Այսօր էլ ենք ասում, որ նոր սահմանադրություն Հայաստանը կարիք ունի նոր սահմանադրության, բայց ավելի ճիշտ սահմանադրական փոփոխությունների։ Հայաստանը կառավարման համակարգը չի փոխվել։ Այո, հենց այս։ Հայաստանը կարիք ունի սահմանադրական փոփոխությունների, բայց դա պիտի լինի կառավարման համակարգի փոփոխությամբ։ Այսինքն պետք է վերականգնվի նախագահական կամ կիսանախագահական համակարգը։ Իսկ ինչու՞ չի գնում Փաշինյանը այդ փոփոխության։ Հակառակը, եթե չլիներ խորհրդարանական, ասում են պատերազմից հետո մենք գոյություն չէինք։ Նախկին իշխանությունների կոչումը բավական հարմար հակել են եւ չեն ուզում հանել այդ կոստյումը։ Չէ, խորհրդարանական կառավարման համակարգը երկրի պետության համար աղետ է։ Այդ աղետը դա երևալու է, երբ որ որևէ ուժ չհաջողվի 50% հավաքել։ Իսկ այս իրավիճակում, այսօրվա մեր այս աղճատված, երբ որ հասարակության մասը ուղղակի հիասթափված է, այն որ տեսել եք ոչ մեկին կամ բոլորին դեմ այդ մարդկանց քանակը գոնե ըստ սոցհարցումների ու տարբեր ընտրություններում մասնակցության տոկոսից ելնելով շատ քիչ է։ Այս իրավիճակում, երբ որ իշխանության վարկանիշն չափազանց քիչ է, ցածր է, մենք այդ ինձ մի հատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած։ Ուղղակի ասում եմ, քանի դեռ այդ խնդրը չի եկել, այսպես ասած, տակենք չենք հասկանում։ Ճիշտ նույն կերպ ինչպես օրինակ ասենք, երբ որ ասում են պետք է գնալ փոսի չմային, ասում են չէ, ոչ մի թիսող հող տվողին կհանձնեմ հողին։ Հետո պատերազմը ասում ենք պիտի կանգնեցնենք, գոնե արկա այս պահին եղած իրավիճակով, այդ սեպտեմբերի կամ առնվազն գոնե հոկտեմբերի առաջի օրերին եւ այլն, չէ, ասում են ով հանկարծ բան է, ինչ բան, զգետնելու ենք, մինչեւ Բաքու հասնելու ենք, Գանջայով, բանով, ինչ որ այս կողմ են կողմ, sense բաներ էին խոսում, մինչեւ հասանք մի հատ աղետ, երբ որ խոսվում էր, որ պետք է խնդրի կարգավորման գնալ, պետք է խաղաղության հաշտության պայմանագրի գնալ եւ այլն, ինչ որ սկսվեց այլ տեսակի խոսակցություն, սկսեցին լուծումներ գնալու փոխարեն դանդաղել կամ առնվազն քայլեր չանել, արդյունքում ստացվեց ի վերջո հասավ ամեն ինչը նրան, որ ունեցանք հայաթափված Արցախ, այսինքն չունենք այլևս Ղարաբաղ։ Այսինքն հասկանում եք, քանի դեռ տակ են, չեն հասկանում ինչ խնդիրների առաջ են, ինչ կարող է լինել, բայց մարդկանց զգուշացնում են։ Գոնե փառք Աստծո, դերևս կան քաղաքական ուժեր կամ մարդիկ, ովքեր հասկանում են այդ ամեն ինչը ու նախազգուշացնում են, թող հետևություններ անեն։ Իսկ ինչու Փաշինյանը կառավարման այդ համակարգը չի ուզում, դուք ասում եք հարմար է իրեն, բայց չէ որ հենց ինքն էր քննադատում։ Ինքը առանձնապես չի քննադատում։ Նախկինում քննադատում էր, այնքան քննադատել, ինչքան որ իշխանությանը ինքը ուզում էր քննադատել, բայց 15 թվականի հարմար է, բայց հիմա եթե փոխի Քվեի ժամանակ քաղաքացիական պայմանագիրը դա համարելով կեղծ օրակարգ չմասնակցեց ոչի շարժմանը։ Այսպիսով իր չմասնակցությամբ օգնեց անուղղակի կերպով իշխանություններին։ Այսինքն այնպես չի որ իրանք գործնականում չեն գնաց այդ քայլերի, այդ հանրաքվեի ժամանակ դեմ չեն արտահայտել։ Հիմա ինչ վտանգ են տեսնում, որ չեն ուզում այդ փոփոխությունները։ Հասկանալի է, որ հրաշալի հնարավորություն է, թեկուզ ինչ որ այս թեկուզ հեղեղ ու կոալիցիաներով հնարավոր է ինչ որ այնուամենայնիվ փոկել, ասենք իշխանական աթոռ կամ ինչ որ իշխանության մեջ մնալ։
Բայց կարծում եք իրենք իրոք անհանգիստ են, որ կարող են չվերընտրվել, որովհետև գոնե հայտարարություններում շատ համարձակ են։ Դե հայտարարությունները բնականաբար պետք է համարձակ լինեն, Ասում են նույնիսկ գնացեք սահմանամերձ գյուղերը տեսեք։ Մեզ են ընտրել։ Չէ, լավ է, որ 90%-ի մասին դեռ չեն խոսում, ասենք որ 90%-ը կա, այտենց մի 2% էլ մի քիչ պայքարեն, մի 2%-ը ավել։ Իրականությունից կտրվել են։ Իրավիճակին չեն տիրապետում, ինչպես մեղադրում էին նախկինում։ Իշխանության մասին Վանոն խոսք ունի, որ իշխանությունը այդ իշխանության մեջ շփանալու եւ հիմարանալու հատկություն ունի իշխանության մեջ լինելով այտենց խոսք կա գիտես իշխանության մեջ հաճախ մարդիկ կտրվում են իրականությունից եւ ասեմ բոլոր իշխանությունների մի հատ ինչ որ X պահից սկսում են կտրվել Ինչի համար, որովհետև ինչ որ մի պահ իրանց թվում է, որ իրանք անում են, գուցե հասարակությունը չի գնահատում, հետո չեն ուզում վատ լուրերը լսել, վատ քննադատությունը լսել, ախր իրանք անում են, չէ՞, հիմա տեսնում եք, այս ենք անում ենք անում սուբսիդավորում ենք, ասֆալտ ենք բան անում, այնտեղ ատեստավորում ենք, այնտեղ այսքան բան վերադարձրեցինք, կրեդիտ վերադարձրեցինք, այսքան եկամտահարկ վերադարձինք, այս արեցինք, այն արեցինք, բայց իրական խնդիրները դրանք չեն եւ հասարակությանից այնուամենայնիվ ասում եմ իշխանությունը կտրված է իդեպ նույն խորհրդարանական ընդդիմությունն էլ այսօր հասարակությունից կտրված ցավոք սերտի ինչու հարմար տեղավորված են հարմար է իրենց որովհետեւ մարդիկ չեն ուզում ինչ որտեղ գիտես երբ որ դու քո որոշակի մենակ քո շրջանակների հետ ես խոսում քո որոշակի շրջանակների հետ ես շփում ինչ որ իրականությունից գնալով կտրվում ես երբ որ մենակ իրար ջան են ասում ջան են լսում արդյունքում բան իսկ եթե ընդդիմությունը կտրված չլիներ հասարակությունից օրինակ այս տեսարաններին մենք ականատես չենք լինի եթե իշխանությունը կտրված չլիներ հասարակությունից մենք այս տեսարաններին ականատես չենք լինի Շնորհակալ եմ զրույցի համար Զրուցում էի Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արման Գալոյանի հետ Շարունակեք մեզ հետևել կհանդիպենք